Ինչ տեսակ եւ այլն, իմանալու սովորելու գործընթացը երկու ստեկ։ Ադրբեջանի նախագահը բավարար խոսում է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին, ինչ կարծիք ունեն բնակիչ ադրբեջանի քաղաքացիների այս հարցի մասին, որովհետեւ ի վերջո իրենք են կարող Հայաստանում ապրելու, Հայաստանի օրենսդրությամբ, Հայաստանի քաղաքացիությամբ, արդյոք նրանք պատրաստ են Հայաստանի քաղաքացիությամբ գալ եւ Հայաստանում բնակվել։ The president of Azerbaijan regularly speaks about the return of Azerbaijanis to Armenia. What do these people in Azerbaijan think about it? Are they ready to come to Armenia, live under the Armenian laws, be holding Armenian citizenship? Are they ready to do that? What is their opinion? Because after all, they would be the ones living in Armenia with Armenian citizenship. First of all, we have to understand that there is a community. Ահռելի համայնք կա էթնիկ ադրբեջանցիների, ովքեր ժամանակին ապրել են կամ ում նախնիները իրականում ապրել են Հայաստանում, մի քանի ալիքներով դուրս են եկել, հատկապես 20-րդ դարում, հիմա վերաբնակվել Ադրբեջանում եւ Ադրբեջանից դուրս։ Իրենք ունեն էթնիկ որոշակի ենթաէթնիկ խումբ են իրենց ենթաէթնիկ սեփական ծեսերը ունեն սովորույթներ, անգամ պարեր եւ իրենք ահռելի քաղաքական ու տնտեսական ուժ ունեն Ադրբեջանում, ուստի արամարել այդ համայնքի գոյությունը սխալ կլիներ։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, ես կարծում եմ, որ ժողովուրդների միջև կոնտակտների գործընթացում մենք պետք է նաև փորձենք այդ համայնքի անդամներին ներգրավել սերտ հաղորդակցության մեջ հայերի հետ, իրենք որպեսզի ի վերջո որոշակի հաղորդակցություն ձևավորեն, որովհետև 3 թե 4 տասնամյակ յուրաքանչյուր հասարակությունը ապրել է իր փուչիկի մեջ։ Մենք կարող ենք մինչև օրս վիճել, կռվել, բայց գոնե պետք է դասեր քաղենք միմյանց պատմույթները լսելու եւ հասկանալու միմյանց դիրքորոշումները, եւ այդ հաղորդակցությունը միանշանակ կօգնի մեզ ողջունման գործում։ Նախ գործընկերոջս հարցին հստակեցում այդպես էլ չասել, թե անխոչնդոտ ճանապարհ ինչ նկատի ունեն եւ անձամբ իրենք ինչ նկատի ունեն կամ որ տարածք նկատի ունեն եւ որ ասում են Արմենիան, Ադրբեջան կամ Զանգեզուրի միջանցք։ To clarify an earlier question, how do you understand unhindered access, and for you personally, what do you have in mind when you say Western Azerbaijan or Zangezur corridor? Կարծում եմ առաջին հերթին հետևյալը անխոչնդոտ հասանելիություն ԱՄՆ-ն պետք է ապահովի, դա ԱՄՆ-ի պատասխանատվությունն է օգնել Հայաստանին ապահովել այդ գործընթացը մենք չենք կարող ենթադրել կամ հավաստիացած լինել Ադրբեջան-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան բանակցությունների պարագայում, այսինքն ժամանակ անցնի եւ ժամանակի մեջ կտեսնենք թե պրակտիկայում ինչ կնշանակի անխոչնդոտ հասանելիություն, արդյոք դա կնշանակի էլեկտրոնային այնպիսի համակարգ, որ անձի ստուգումներ չլինեն, թե արդյոք դա կնշանակի այլ ինչ-որ մեխանիզմ կողմերի միջև դա ապահովելու համար։ Ինչ վերաբերում է Sorry, can you repeat that? When it comes to trip-ին կամ Զանգեզուրի միջանցքին, ես կարծում եմ Զանգեզուրի միջանցք ավելի լայն հասկացություն է Ադրբեջանի համար։ Չի վերաբերում trip-ին, դա շատ ավելի լայն, այսպես ասենք, հասկացություն է ու դա պետք է ընկալել որպես այդպիսին։ Տարբերություն Հայաստանի, դա չունի բացասական նրբերանգ, երբ մենք ասում ենք միջանցք եզրույթը։ Հայաստանը ունի ըստիս այլ ընկալում, մարդիկ միջանցքը այլ կերպ են ընկալում, Ադրբեջանում այլ կերպ են ընկալում։ Final question, we have to go back in. What are the red lines within Azerbaijani society that are hard for even the Azerbaijani government to deal with, the red lines? And what is the government in Azerbaijan doing to work with these red lines? Yes, unlike some prevalent narratives, որոշ տարածված Հայաստանում տարածված կամ Ադրբեջանից դուրս տարածված խոսույթների կա
հստակ հասարակական կարծիքում ամեն ինչ չէ որ վերևից ներքև է աշխատում ու կառավարությունը պետք է ականջալու լինի հանրային կարծիքին ինչպես գործընկերս արդեն նշեց ընդ որում կարող եք նաև դա ստուգել սոցիալական ցանցերում Facebook-ում, YouTube-ում տարբեր մեկնաբանություններ կան Ադրբեջանի օգտատերերի ոչ բոլորը կարող են գոհ լինել հաշտեցման փաստը որովհետև շատերի համար տրավման եւ վերքերը դեռ թարմ են նայո Վաշինգտոնյան հանդիպումը շատ լավատեսություն ներարկեց այս մասնավորապես դինամիկա կա երկու երկրների միջև սակայն պետք է նաև հասարակությունները նախապատրաստենք մեր գործողություններով, մեր վարկով, մեր հայտարարություններով ես կարծում եմ, որ մեզ համար, ինձ համար անձնապես հաշտեցումը վերջնանպատակ չէ, այլ ճամփորդություն է, մենք պիտի սովորենք այս ճամփորդության ընթացքում ու պետք է կրթենք։ Շնորհակալ ենք, շտապում ենք